Բարձր սիրելի հայրենակիցներ, գտնվում եմ Լենինգրադյան Քրքորյան փողոց, նախկինում Լենինգրադյան փողոց հակակից տարածքում, Նոյի թաղամասում, որտեղ գոյուղաջրերը դուրս են եկել փողոցներ, բակեր եւ հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ է ստեղծվել, քաղաքացիները ահազանգում են եւ այդ ահազանգերի պատճառով, այդ ահազանգերի շնորհիվ եկել եմ այստեղ ձեզ ցույց տամ եւ նաեւ ահազանգենք նորից քաղաքապետարանին, որպեսզի այդ հարցերը լուծեն։ Հիմա խնդիրը ներկայացնեմ, ուրեմն Նոյի թաղամասում, ինչպես բոլորդ գիտեք, այստեղ հիմնականում կամ բացառապես նորակառույց տներ են եւ հետեւաբար գոյուղատար համակարգն է նոր, բայց առաջացել է խնդիրներ, տեսեք, ուրեմն ենթադրում եմ հասկանում եք ինչ կեղտեր են, որոնք որ գնում լցվում են շենքերի տակ, շենքերի պատվարներ, պարկինգներ, հոտը ահավոր, այսպես ցույց տամ։ Ուրեմն ինչ է կատարվում, այստեղ ենթադրվում է, որ գոյուղատար համակարգը երբ որ սարքվել է ոչ ճիշտ, սարքվել է գոստերին, նորմատիվներին ոչ համապատասխան, դրա համար էլ այս վիճակն է եւ քանի որ քաղաքապետարանի կողմից վերահսկողություն գոյություն չունի, ինչպես բազմիցս համոզվել ենք, այդ պատճառով էլ ով ինչ ուզում անում է եւ շենքի բնակիչներին, ովքեր այստեղ տներ են գնել, ունեն բավականին լուրջ խնդիրներ։ Ուրեմն սա քանդել են այստեղ, որպեսզի համոզվեն ջուրը այստեղից է, թե ոչ։ Տեսեք մեջի կեղտել, ամբողջը գոյուղատար համակարգի կեղտ է եւ եթե նկատում եք, այնտեղից նորից ջուր է դուրս գալիս եւ լցվում շենքի տակ, վնասելով շենքի հիմքերը, որը հնարավոր է բերի հետագայում սեյսմիկ բավականին լուրջ խնդիրների։ Այսպես։ Ուրեմն սա Նոյի թաղամասի, որպեսզի պատկերացնեք տեղն էլ, այնտեղ արդեն Քրքորյան, նախկինում Լենինգրադյան փողոցն է, այն էլ բենզալցակայանը։ Ուրեմն ինչ է կատարվում նաև ընդհանուր, ես տանեմ հիմա մյուս կողմն էլ ցույց տամ, ինչև այդ ընդհանուր է շինարարության գոյուղատար համակարգից մեկ փորձ եմ ներկայացնել, տեսեք ինչա խնդիրը, ուրեմն սրանք որ տալիս են շինթույլտվություններ, իրանց հետաքրքիր չի, թե արդյոք գոյուղատար համակարգը կաշխատի, թե չի աշխատի, հոսանքները կհերիքեն, թե չեն հերիքի, իրանք օրենքով նախատեսված կետ ունեն, որով եւ վիոլաջրին եւ էլցանցին պարտավորեցնում են, եթե շինարարը իրենցից գոյուղատար համակարգի կետ է ուզում, այսպես ասած, լյուկի տեղ, որ իրենց գոյուղին գնա լցվի, պարտավոր է եւ վիոլաջուրը եւ նույնը էլցանցը պարտավորված են տեղ տրամադրել։ Հիմա խնդիրը ինչն է, երբ որ շինթույլտվությունը քաղաքապետարանը տալիս է, այսպես կոչված ԱՊԶ-ում պետք է լինի նաեւ տեխնիկական բնութագիրը վիոլաջրի, էլցանցի, հա, եթե գազ պետք է, հապա գազի, ու ինչն է խնդիրը, որ քաղաքապետարանը ընդհանրապես չի մտածում նրա մասին, թե արդյոք դա իմաստուն է այդտեղ օրինակ այդքան շենքերի սարքելը, գոյուղատար համակարգը կաշխատի, թե չէ, հոսանքը կլինի, իրանց դա հետաքրքիր չէ։ Իրանց ընդհանրապես հետաքրքիրը փող ուտեն։ Հիմա այդ նույն գոյուղատար համակարգի ջրերը, տեսեք, այնտեղից, այսպես բոլորին այդ հոտավետ բերում, այսպես գնում է այս գոյուղատար համակարգը, մարդիկ էլ են, չգիտեմ, լսեցիք թե չէ, զզվելով ու ասեմ ավելին Տիգրան Ավինյանին բավականին շատ հիշելով, որովհետև սրա պատասխանատու եւ մեղավոր իհարկե Տիգրան Ավինյանն է, որովհետև չեն կարողանում այս գոյուղատար համակարգի պատճառով այս ցեխաջրերն են եկել այդտեղ այստեղ ու երևի թե նկատում եք մնացած կեղտերը։ Հիմա ուղղակի որպես ես գոյուղաջրերի մեջով չքայլեմ, եկա
մի քիչ այս կողմ։ Ինչ է կատարվում։ Տալիս են գլխից դուրս շինթույլտվություններ։ Իրանց չի հետաքրքրում մնացած այլ հարցերը, թե այդտեղ որ շինթույլտվություն են տալիս, մարդիկ կարողանալու են նորմալ ապրել, թե չէ, հոտ ուղակի սպանում է։ Չգիտեմ, կամերաներով այստեղ նաև ծուխը երևում է թե ոչ։ Ստի կեղտն ու ցխը նայեք, հիմա մարդիկ այստեղ հաշմանդամների սայլակի, երեխաների այդ սայլակների, հա, կալյասկաների համար նախատեսված տեղ է, թեքահարթակ։ Հիմա այս թեքահարթակով ուր պետքա գնան, ցեխի մեջ։ Էսա։ Գնան մտնեն ցեխերը, այս սաղ կոյուղաջրերի պատճառով է։ Ճիշտ է, մի հատ կիսաիշխանական հավաքանի կար, ասում էր Գանգես գետ էր փորձում ասել, հետո դեբետ գետ էր ուզում ասել, ասես դեբատ գետ, ճիշտ է դեբատ գետը չի, բայց քիչ է մնացել։ Տեսեք։ Այսա սաղ կոյուղաջրեր են։ Մարդիկ կոյուղաջրերի մեջով են գնում իրենց տները, մի քիչ վերև այնտեղ խանութ էլ կար, ճիշտ ասած խանութի աշխատողները բավականին շատ բողոքեցին, որտեղ այդ կոյուղաջրերի եւ հոտը եւ կեղտը մարդիկ իրենց հետ ուզած ստիպված, որտեղ այլ քայլելու տեղ չկա, տենց մտցնում են իրենց հետ խանութ եւ խանութն են կեղտոտում այդ գարշահոտությունները, այսինքն միջև գալիս է ստեղ դե բարձ ասֆալտ չկա, ջուրը ինչ որ չափով ներծծվում է հողի մեջ։ Այսպես այս ամբողջը կոյուղաջրեր են, սա անձրևաջրեր չեն, սա ամբողջ կոյուղաջրեր են։ Այսօր Երևան քաղաքում անձրև չի եկել, այսպես։ Ու հիմա նաև շարունակելով մի հատ նորից կարևոր թեմայի անդրադառնալով, ուրեմն Տիգրան Ավինյանը ասում է գնում եք ինչ-որ բաներ եք նկարում, բա գնացեք շենքերը նկարեք ու մենք իրանց էլ ասեցինք, որ շենքեր ենք նկարում, որոնք որ ցանցապատ չեն կամ պատշաճ ցանցապատ չեն, որի պատճառով բավականին շատ է օդը կեղտոտվում։ Առաջինը սկսենք նրանից, որ այս կոյուղաջրերի պատճառով օդը կեղտոտվում է, ամեն ինչ ցանկա, որտեղ այն գոլորշիանում է, ապա այդ կեղտերը մնում են փողոցում, քամուց եւ այլն, ամեն ինչից օդն էլ է կեղտոտվում։ Հիմա դոյ թաղամասում են գտնվում, սիրելի հայրենակիցներ, եկանք փողոցից, հա, մի քիչ խորացանք դեպի ներս ու ինչ է կատարվում, տեսեք։ Հիմա օրինակ։ Ձեր կարծիքով սա օդը կեղտոտի, թե չի կեղտոտի։ Կեղտոտի իհարկե։ Ու ոչ մի շենք, այս ցանցերն էլ ինձ քաղաքացիներից տեղեկացրեցին, որ փորձել են 3 տեղադրել, դե տեսնում եք ինչքան լավ են տեղադրել, մնացածն էլ այսպես գեղեցիկ, բոլորը սիրուն ցանցապատ, ոչ մի օդ չի կեղտոտվում, ոչ մի պրոբլեմ չկա այստեղ։ Դուք տեսնում եք։ Հիմա այս շենքը ոնց հասկացանք ավարտված շենք է եւ այդ շենքում արդեն մարդիկ բնակվում են։ Հիմա այդ շենքում մարդիկ բնակվում են։ Ուրեմն այս կոյուղատար համակարգի պրոբլեմով սաղ ամբողջ փողոց այսենց ցեխաջրերի կոյուղատար կեղտաջրերի մեջ կորած, մեկ էլ նայում ենք շինարարություններին, ոչ մի ցանցապատում։ Եթե կարծում եք սա ցանցապատում է, Տիգրան Ավինյան, դուք չարեչար սխալվում եք։ Սա ցանցապատում չի։ Ու իրականում խնդիրը միայն այն չէ, որ շինարարների մեղավորությունն է։ Կարծում եք Երևան քաղաքի քաղաքապետարանի ժողովուրդը կամ թաղապետարանի ժողովուրդը չգիտեն այստեղ ինչ է կատարվում։ Բոլորն էլ գիտեն։ Որ փողերը վերցրել են ենթադրաբար ու չեն կարողանում շինարարներին ոչինչ ասել, ինչ ասել։ Շինարարներն էլ առիթից օգտվում են, որ կա թույլ քաղաքապետ, կա փող վերցնող, չգիտեմ, չինովնիկներ, որոնց հետ կարողանում են այդ հարցերը լուծել։ Իրանց համար ի՞նչ տարբերություն, փողը որտեղից կգա, կարևորը գա, իրանք ու քաղաքի մասին չեն մտածում։
Հիմա նորից Երևանի քաղաքապետարան, թաղապետարաններ, որ վերաբերում է բոլորի։ Դուք տեսաք ինչա կատարվում։ Ու ես համոզված եմ, դուք տեղյակ եք դրանից։ Ես ուղղակի դրանում համոզված եմ։ Այսենց նորից։ Տեսեք։ Ես գիտեմ, որ դուք տեղյակ եք, որտեվ այդ լյուկի կռիշկեն ժողովրդի լեզվով ասած, որ եկել բացել եք, այդ կամ թաղապետարանի աշխատողա, կամ քաղաքապետարանի, կամ վիոլա ջրի։ Մեծ հաշվով մեզ հետաքրքիր չի, թե դա ով է։ Եկեք հարցը լուծեք։ Այս ժողովրդին խեղդում եք, հակասանիտարական վիճակ է, շնչառական բազմաթիվ հիվանդությունների առիթ է դա հանդիսանում, ու հետո էլ կնստեք Երևանի օդը մաքուր է, ու ընդամենը 15 միլիոն դրամ եք տրամադրում Երևանի օդ մաքրելու։ Լավ, դուք որ հայելու մեջ նայում եք, ձեզ ված չեք զգում, որ այդքան խափում եք։ Հերիք չի։ Սիրելի հայրենակիցներ, սա նաև ձեզ համար է, սա նաև ահազանգ է Երևանի եւ քաղաքապետարան եւ թաղապետարանին, քանի որ այսօր շաբաթ է, քաղաքապետարանը, թաղապետարանները չեն աշխատում, Կիրակի նույնպես չեն աշխատում։ Եթե մինչև երկուշաբթի օրը այս հարցը լուծված չլինի, ես անպայման կփորձեմ այդ հարցը նաև ներքին տարբերակով կփորձեմ լուծել, որովհետև այստեղ ապրող բնակիչները ուղղակի ապրում են հակասանիտարական վիճակում։ Շնորհակալություն հետևելու համար, սիրելի քաղաքացիներ, կհանդիպենք։